Բարև ձեզ, Զանգ Արմենիայի հարգելի ունկնդիրներ։ Այսօր Զանգ Արմենիայի տաղավարում է թուրքագետ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ Նելի Մինասյանը։ Բարև ձեզ, Տիկին Մինասյան։ Կուզենայի նախ հարց ուղղել ձեզ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Մերձավոր Արևելքում վիճակը մնում է լարված ու ծանր եւ օրեցօր ավելի է բարդանում։ Ինչ եք կարծում, ինչ հետագա զարգացումներ կլինեն մեր տարածաշրջանում։ Իրականում Մերձավոր Արևելքում տեղ ունեցող իրադարձությունները ուղիղ իմաստով չեն պրոյեկտվում մեր տարածաշրջանի վրա, բայց քանի որ այս անգամ իրադարձությունները ծավալվում են մեր հարևանությամբ, այսինքն խոսքը Իրանի մասին է, հետևաբար այն Հայաստանի վրա ուղիղ եւ նաեւ տարածաշրջանային իմաստով ունի բավականին մեծ ազդեցություն։ Ես այստեղ ուրեմն կառանձնացնեմ մի քանի խնդիրներ։ Առաջին տեղում ըստ էության կդնեմ էներգետիկ ռեսուրսների եւ այսպես ճանապարհների խնդիրը, որտեղ գաղտնիք չէ, որ Իրանը մեզ համար աշխարհի հետ կապվելու կարևոր ուղիներից էր, դեռ եթե միայն այս տեսանկյունից նշենք, եւ երկրորդը հումանիտար խնդիրները, այսինքն հումանիտար հարցերի ազդեցությունը, որը որ կարծես թե մինչև այս պահին դեռ մեծ մասշտաբների չի հասել, բայց էության մեջ կարող է, եթե ռազմական գործողությունները, պատերազմը հետագայում շարունակվի, կարող է ավելի լայն այսպես ազդեցություն թողնել մեր տարածաշրջանի վրա։ Պատմականորեն Հայաստանը շատ է տուժել իր ավելի հզոր հարևանների իրար մեջ ունեցած հակամարտություններից եւ ոչ միշտ է այսպես հաջողվել ճիշտ դիրք գրավել եւ մինիմալ կորուստներով դուրս գալ իրավիճակից։ Ինչ եք կարծում, հիմա ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը եւ ինչպես պետք է վարվի տվյալ իրավիճակում։ Իրականում եթե պատմական դիսկուրս այսպես իրականացնենք, այո, դեռևս ավելի վաղ ժամանակաշրջանից Հայաստանը միշտ ունեցել է առնվազն երկու խոշոր հարևաններ դեմս կայսրությունների եւ բնականաբար միշտ հայտնվել է այդ կայսրությունների արանքում եւ ունեցել է որոշակի խնդիրներ եւ կարծում եմ դա է եղել հիմնական պատճառը, որ մեր հսկայական հայրենիքից ստեյցիան այսօր մի փոքր հատված է մնացել եւ ինչ պետք է անի Հայաստանը, ընդհանրապես պատմության ընթացքում ես կարծում եմ, որ հայկական կողմը անկախ այն հանգամանքից մենք ունեցել ենք պետություն, թե չենք ունեցել, միշտ էլ փորձել է հնարավորինս այսպես adekvat պատասխան գտնել իրադրությանը եւ դրա արդյունքն է նաեւ ինչ-որ առումով, որ մենք 21-րդ դարում ենք շարունակում ապրել եւ ունենք պետություն։ Այսինքն դա այդ քաղաքականության արդյունքն է եղել։ Եթե գանք այսօրվա այսօր տեղ ունեցող իրադարձություններին, այսօր մի փոքր ավելի այլ իրադարձություններ են տեղի ունենում, որովհետև մեծ հաշվով ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ էլ Իսրայելը ուղիղ մեծ հարևան պետություններ չեն, այսինքն շատ առումներով թե կոնֆլիկտի, թե բախումների այսպես իրադրությունը, մեխանիզմները փոխվել են եւ այս համատեքստում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը նույնպես պատմական կոնտեքստից որոշակի առանձնահատկություններ ունի։ Իմ կարծիքով այս պահին, եթե մենք լոկալ դիտարկենք այսօրվա տեղ ունեցողը, այս խնդիրը Իրանի նկատմամբ ռազմական գործողությունները եւ մանավանդ եթե դիտարկենք, որ երկու կողմը մեզ համար բավականին ուրեմն այսպես մոտ դաշնակիցներ են եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները վերջին շրջանում բարձրացվեց ռազմավարական համագործակցության մակարդակի եւ Իրանի հետ մենք ունենք նախորդ տասնամյակները հատկապես ավելի կայուն ռազմավարական խնդիրներ հասցեագրված, իհարկե դեռ փաստաթղթավորված չեն, բայց այս գիտակցումը երկու կողմերի մոտ կա։ Դրա համար իմ կարծիքով այս իրավիճակում Հայաստանի գլխավոր դիրքորոշումը պետք է լինի չեզոքության պահպանումը եւ առավել կենտրոնանալը
հումանիտար բնույթի խնդիրների վրա։ Օրինակ կուզեի անդրադառնալ մեր հարևաններին, քանի որ շատերը ակնկալում էին, որ Թուրքիան կարող է դառնալ հակամարտության ուղղակի կողմ, քանի որ դաշնակից է ՆԱՏՕ-ի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, բայց անակնկալ կերպով Թուրքիան հանդես է գալիս իր հարևանների տարածքային ամբողջականությունը պահպանելու հայտարարություններով։ Ինչպես եք կարծում, կարող են Թուրքիան եւ Ադրբեջանը այսօրվա իրադարձությունների համատեքստում օգտվել առիթից եւ ագրեսիա ձեռնարկել Հայաստանի նկատմամբ, հատկապես իրենց համար այդքան բաղձալի Սյունիքը ձեռք բերելու համար։ Գիտեք, մեր մոտ Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ շատ խնդիրների մեկնաբանումը ավելի շատ շարունակում է մնալ էմոցիոնալ դաշտում։ Թուրքիան արտաքին քաղաքական ռազմավարությունների տեսանկյունից շատ պրագմատիկ, շատ ռեալիստական է մոտենում, բնականաբար դիտարկելով իր համար կարևոր առաջին հերթին անվտանգային խնդիրները։ Իսկ այդ անվտանգային խնդիրները հուշում են հենց ուղղակի, որ Թուրքիան պետք է հանդես գա տարածքային ամբողջականության պահպանման դիրքերից, որտեղ իրեն էլ կարող է սպառնալ նույն սցենարները, եւ մանավանդ որ իրենք նախորդ տասնամյակների ընթացքում բավականին երկար փորձ ունեն կապված քրդական խնդրի հետ առաջին հերթին։ Եվ տեսեք Թուրքիայի դիրքորոշումը քրդական խնդրի հետ կապված հենց առաջին այն տեսակետից է, որ պետությունների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվեն եւ դա էր նպատակը, որ ինքը որպեսզի քրդական, այսպես գործոնի ազդեցությունը չթողնի նաեւ Թուրքիայում ուժեղանա, Իրաքի եւ Սիրիայի տարածքներում, ստեյության իրեն սահմանակից հատվածներում, ուրեմն բուֆերային գոտի է այսօր ձևավորել, բայց միաժամանակ հանդես է գալիս տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման դիրքերից, կոնկրետ Սիրիայի օրինակում, երբ որ թուրքական կողմը դա անգամ շատ այսպես հստակ վերջին տարիների նրա քաղաքականության հիմնական այսպես ուղեգիծն է եղել եւ չնայած որ կրկին մեզ մոտ կան թեև ոչ միայն մեզ մոտ իրականում տարբեր ուրեմն խնդրով այսօրվա Իրանի հետ կապված հետաքրքրված երկրներում մասնագետների շրջանում ընդ որում նաև Թուրքիայում կան այդպիսիները, որոնք որ անդադար քննարկում են այնպիսի սցենար, որը կարող է հանգեցնել Իրանի մասնատմանը, բայց համենայն դեպս թուրքական ղեկավարության հայտարարությունները այդ մասին չեն վկայում եւ հակառակը ես կարծում եմ, որ այս հարցում Անկարան ավելի պրագմատիկ է եւ այսինքն երբ որ հանդես է գալիս երկրների, պետությունների տարածքային ամբողջականության պահպանման ուրեմն դիրքերից։ Երկրորդ, եթե խոսենք Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի հետ կապված, այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է դեռևս 1952 թվականից սկսած, բայց այս պատերազմում ՆԱՏՕ-ն ներգրաված չի, այսինքն այս պատերազմում հենց Միացյալ Նահանգներն է եւ դաշինքը, որպես այդպիսին, ներգրաված չի ռազմական ուրեմն գործողությունների մեջ։ Եվ թերևս սա է նաեւ այն կարևոր կետը, երբ որ մենք տեսնում ենք, որ Իրանը թեև ռմբակոծում է տարածաշրջանում եղած ամերիկյան ռազմաբազաները, մասնավորապես ծոցի երկրներում տեղակայված, որոնցից ոչ մեկը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց մենք տեսնում ենք, որ ուղիղ հարվածներ Թուրքիայի տարածքին եւ ռազմաբազաներին չկա եւ հենց դա ուրեմն այն խնդրով է բացատրվում, որ դրանք հանդիսանում են ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ եւ ավելին երկու բալիստիկ հրթիռներ, այսպես ավելի շուտ մնացորդներ Թուրքիայի տարածքում հայտնվեցին եւ այստեղ ՆԱՏՕ-ի որոշ համակարգեր սկսեցին գործել եւ իրականում ուրեմն այդ հրթիռները ոչնչացվել են ոչ թե թուրքական ուժերի կողմից, այլ հենց ՆԱՏՕ-ի ուրեմն ուժերի կողմից։ Այսինքն ես կարծում եմ, որ Իրան այս առումով խնդրի լրջությունը շատ լավ է պատկերացնում եւ Թուրքիային չի ներքաշի այս խնդրի մեջ, ոչ միայն այս առումով, նաեւ այնտեղ այլ կետեր էլ կարելի է նշել։ Եվ երկրորդ ինքը Թուրքիան նույնպես ցանկություն ունի էության մեջ ներքաշվելու այս կոնֆլիկտի մեջ, որի վերջը դեռ ոչ մեկ չի պատկերացնում, եւ դրա համար Թուրքիան հսկայական դիվանագիտական աշխատանք է կատարում կողմերին, այսպես դիվանագիտական
հարթակ վերադարձնելու տեսանկյունից։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե արդյոք կարող են այս իրավիճակից օգտվել Թուրքիան եւ Ադրբեջանը ու հարձակվել Հայաստանի վրա, հա, ըստ էության, ես դա քիչ հավանական սցենար եմ համարում։ Իհարկե մենք տեսականորեն կարող ենք քննարկել եւ նման սցենար իրականում չբացառել, բայց այստեղ ես Թուրքիայի դերը ընդհանրապես կհանեի, այսինքն ուղիղ հարձակում Թուրքիայի կողմից, Ադրբեջանն էլ ես չեմ կարծում, որ ստեղծված իրադրության պայմաններում Ադրբեջանը շատ ավելի լավ վիճակում է գտնվում, քան մենք, եւ հետեւաբար ինքը իրեն իրավունք կվերապահի ինչ-որ ռազմական գործողությունների գնալ։ Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակը ճիշտ հակառակն է, հակառակի մասին է խոսում, երբ որ թե Թուրքիան եւ թե Ադրբեջանը ավելի շատ արդեն կգնան ձեռք բերված պայմանավորվածությունների գոնե այս հատվածում կայունության ապահովման եւ ինչ որ համատեղ նախագծերի իրականացման ուրեմն ուղղությամբ իրականացման համար ուրեմն որոշակի գործողություններ կիրականացնեն, այնպես որ քիչ հավանական եմ համարում կոնկրետ Հարավային Կովկասում ռազմական սցենարը։ Շատ լավ նշեցիք, որ սա ուղղակի ՆԱՏՕ-ի հետ հակամարտություն չի, քանի որ մենք անդադ տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի տարբեր անդամ երկրներ հանդես են գալիս հայտարարություններով, որ իրենք կողմ չեն նման հակամարտություններին, իսկ Ադրբեջանի հետ կապված ժողովրդական անհանգստություն կա, ավելի շատ կարծում եմ։ Դե տեսեք, ժողովրդի շրջանում անհանգստությունները այո կան, եւ դա նորմալ է, որովհետեւ չկա խաղաղության վերջնական պայմանագիր, թեև ըստ էության Վաշինգտոնյան հռչակագիրը հենց դա նշանակում է եւ կողմերը հանձնարարել են, որ դա էության մեջ վերջնական փաստաթուղթ է, փոփոխության ենթակա չէ, բայց քանի որ չկա ֆորմալ պայմանագրի ստորագրումը եւ չկա առավել եւս հաստատված լինելը երկու երկրների օրենսդիր մարմինների կողմից, այո, նման մտահոգություններ կան եւ ես կարծում եմ, որ դրանք նորմալ մտահոգություններ են, տեղին մտահոգություններ են, բայց ստեղծված իրադրության պայմաններում, երբ որ Ադրբեջանը ինքը ունի նաեւ մի շարք խնդիրներ, տեսեք ես սկզբում նշեցի էներգետիկ խնդիրը, ճանապարհների խնդիրը, հումանիտար խնդիրները, այս բոլորը իրականում միայն մեզ չեն վերաբերվում։ Նաև սա վերաբերվում է եւ Թուրքիային, եւ Ադրբեջանին, եւ նրանց ավելի մեծ չափով է վերաբերվում, քան թե ըստ էության մեզ։ Տեսեք, օրինակ խոսքում նշեցիք մասնատման Իրանի հնարավոր եւ ամբողջականության տարածքային որքանով եք հավանական համարում Իրանի մասնատումը հաշվի առնելով տարբեր մեծ ազգային փոքրամասնությունների առկայությունը եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի ջանքերը երկրում մասնատում մտցնելու ու իշխանափոխություն անելու համար։ Ձեր կարծիքով կհաջողվի իշխանություններին պահպանել իրենց դիրքերը եւ չեն կարողանա արդյոք հասնել իրենց նպատակին ԱՄՆ-ն ու Իսրայելը փոխելով վարչակարգը երկրում։ Իրականում ես դժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև ըստ էության դա ավելի լավ իրանագետները կարողանային այդ հարցին պատասխանել։ Ես ուղղակի պատմական, այսպես կոնտեքստով մի այսպես համեմատություն կամ արգումենտ նշեմ, որ Իրանը մեկ անգամ չէ, որ վերջին ըստ էության 100-ամյակի ընթացքում նման խնդիրների է բախվել, որովհետև երկու իրավիճակ 20-րդ դարում եւ առաջին համաշխարհային պատերազմի շրջանում եւ ավարտի եւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ մասնատման հետ կապված որոշակի ավելի իրատեսական իրավիճակներ ուրեմն եղել են, երբ որ Իրանի տարածքում փաստացի թե թյուրքախոսները, թե քրդերը որոշակի այսպես ինքնավարություններ են ուրեմն հռչակել, բայց դրանք ի վերջո բոլորը ավարտվել են նրանով, որ բոլոր խոշոր պետությունները նախ առաջին հերթին տերությունները, այսպես աշխարհակարգի հիմնական հատվածները ձևավորելուց եկել են այն եզրակացության, որ Իրանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Եվ նույն սահմաններով Իրանը եւ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո մնաց։ Սա առաջին եւ երկրորդը մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին հատկապես, երբ որ միջազգային իրավունքի համակարգը շատ է տուժել եւ ըստ էության
ուժի գործոնը դարձել է որոշիչ, մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր պետությունները ըստ էության հարգում են կամ համենայնդեպս առաջ են քաշում այդ թեզը տարածքային ամբողջականության պահպանման հետ կապված։ Ես այստեղ օրինակը կբերեի Սիրիայի օրինակը, երբ որ մենք տեսանք, թե ինչքան երկար տարիներ քաղաքացիական պատերազմ, մասնատում եւ այլ գործընթացներ, բայց ի վերջո ուրեմն պետությունները, խոշոր տերությունները այսօր ավելի շատ հանդես են գալիս նույն Սիրիայի տարածքային ամբողջականության ուրեմն պահպանման դիրքերից։ Այնպես որ ես կարծում եմ այս պահի դրությամբ իհարկե դժվար է ասել հետագայում ինչ կլինի, բայց այս պահի դրությամբ հազիվ թե նման սցենար կիրառվի։ Շնորհակալություն Տիկին Մինասյան։ Այսօր զանգ Արմենիայի հյուրն էր թուրքագետ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի բաժնի վարիչ Նելի Մինասյանը։ Իսկ մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու նպատակով բաժանորդագրվեք զանգ Արմենիայիջին սեղմելով զանգակոճակը։ Հաջողություն։